Մենք վերադարձանք սիրելիներս ու իրականում ֆիլմերի ու մուլտֆիլմերի աշխարհը իսկապես խորհրդավոր է։ Արկածայինից մինչև գիտաֆանտաստիկ եւ հիմա ունենք հրաշալի հնարավորություն բարձելու թե ինչ նոր մուլտֆիլմեր կամ ֆիլմեր են սպասվում գարնանային նոր եթերաշրջանում։ Հատկապես երբ որ հանդիպել եմ իմ շատ սիրելի Մարինե Բլբուլյանին։ Բարև ձեզ Տիկին Բլբուլյան։ Բարև իմ շատ սիրելի Ռուբեն։ Շնորհակալ եմ ու թույլ տվեք առիթից օգտվելով ձեզ շնորհավորում մարտի 8-ի կապակցությամբ։ Շնորհակալ եմ շատ։ Մաղթեմ որպեսզի դուք լինեք միշտ աշխատանքային այդ ջիղով, ինչպեսին որ դուք կաք, այսինքն ամենօրյա այդ աշխատանքի ձգտումը, ժպիտը եւ առողջությունը եւ նաեւ գարունները ձեր կյանքում թող որ շատ շնորհակալ եմ Ռուբեն ջան։ Սիրով, հետաքրքիր օրինակ, այս նոր եթերաշրջանում ինչ նորություններ են սպասվում մեզ ֆիլմասերներից։ Դե նախ սկսեմ փոքրիկ հեռուստադիտողներից, հա։ Սիրով։ Փոքրիկ հեռուստադիտողների համար ունենք անակնկալ երկու նոր մուլտսերիալ, յուրաքանչյուրը 26 մասով։ Առաջինը Թաշի, երկու չարաճճի ընկերների մասին արկածներ, եւ երկրորդը անտառաբնակները, բայց ոչ անտառի սովորական կենդանիների, այլ կախարդական, այսպես հեքիաթային կենդանիների մասին, կարծում եմ բավականին հետաքրքիր մուլտսերիալներ են եւ երեխաները հաճույքով կդիտեն։ Ունենք նաեւ Sony կինոընկերության արտադրության լիամետրաժ մուլտֆիլմեր։ Ամբողջությամբ հայերեն արդեն թարգմանված։ Բնականաբար, այո։ Ինչի մասին որ խոսում ենք, բոլորը հայերեն։ Իսկ ֆիլմերից ինչ կասեք։ Թույլ տվեք ֆիլմերի հարցով մի փոքր փակագծերը շատ չբացեմ, որովհետև կունենանք անակնկալներ, երբ կլինեն դրանք, այդ ժամանակ կզրուցենք։ Մենք անամբեր սպասելու ենք, որովհետև ամեն անգամ, ամեն նոր եթերաշրջանում հանրային հեռուստաընկերությունը միշտ զարմացնում ու այսպես սպասումները արդարացնում է բոլոր ֆիլմասերների։ Սկզբում որոշեցի ինձ ֆիլմասերից նույնպես ես իրականում երևի առաջի հատվածին ավելի շատ եմ ինձ համարում, այո, փոքրիկներից հետ նույնպես մուլտֆիլմերի մեծ սիրահար եմ։ Հետաքրքիր է ինչ սկզբունքով են ընտրվում, թե մուլտֆիլմերը, թե առասարակ ֆիլմերը, որոնք որ պետք է ցուցադրվեն հանրայինով։ Դե նախ փորձում ենք ընտրել այնպիսի մուլտֆիլմեր, որոնք կհետաքրքրեն փոքրիկներին եւ տարիքային խումբը հաշվի առնելով մենք որպես կանոն շատ փոքր 0+ տարիքի մուլտսերիալներ չենք ցուցադրում, ավելի շատ ուսուցողական, դա 6+-ից մինչեւ 12+ տարիքն է։ Նրանք իրենց մեջ ներառում են նաև այնպիսի էկրանավորումներ մուլտիպլիկացիոն ժանրի մեջ, ասենք ունեցել ենք Թոմ Սոյերի արկածները, Մարկո Պոլոյի արկածները, որ ինչ որ բան էլ սովորեցնեն նաև փոքրիկներին, ուսուցողական բնույթ կրեն։ Այսինքն ուսուցողականը պարտադիր բնույթներից մեկն է։ Այո, նախընտրելի է։ Դե իհարկե լինում են նաև ոչ ուսուցողական զվարճալի, այսպես երեխաների չարաճճի, այո։ Ամեն դեպքում Հասկացա, իսկ սերիալներից ինչ կասեք, որովհետև մենք գիտենք, որ բավականին մեծ հետևորդներ կան, որոնք սպասելու են այս եթերաշրջանում նույնպես սերիալներից նորություն։ Սերիալների հետևորդներին, հատկապես փոքր հեռուստանովելների սիրահարներին, ուրեմն ունենք եվրոպական ֆիլմ արտադրողներից այսպես հեռուստադիտողի կողմից շատ սիրված, կհարցնեք ինչու եմ այսպես վստահ ասում շատ սիրված, որովհետև այդ երկու սերիալի համար շատ զանգեր են եղել եւ հեռուստադիտողը խնդրում, նույնիսկ պահանջում է դրանց շարունակությունը, դա ուրեմն Սիսի հեռուստասերիալն է, որը շատ սիրել է մեր հանդիսատեսը, նոր եթերաշրջանը կլինի եւ Հացոն Ուրեքսի այո, ունենք նոր 7-րդ եթերաշրջանը եւ 8-րդ եթերաշրջանը։ Ունենք նաեւ Մոցարտ հեռուստանովելը, որը բավականին գեղեցիկ տեսարաններով եւ երաժշտության առումով այսպես դասական եւ ժամանակակից երաժշտության միքս է, ու մի փոքր այլ տեսանկյունից նկարահանված անդրադարձ Մոցարտի կյանքի ոչ այնքան իր, որքան կարծում եմ հանրության համար ոչ այդքան հայտնի քրոջը։ Այսպես ինտրիգային պատմություն է, բայց շատ գեղեցիկ նկարահանումներով։ Այսինքն մենք փորձել ենք լրիվ այլ անկյունից Ամադեուս Մոցարտին բացահայտելու եւ նաեւ նրա քրոջը։ Այո։ Եվ ունենք Մաքսիմա սերիալը, մելոդրամատիկ սերիալ, դա էլ ուրեմն Նորվեգիայի արքայազնի եւ արգենտինացի աղջկա սիրո պատմություն է, որի հիմքում իրական պատմություն է ընկած իսկապես դարձյալ շատ գեղեցիկ, սիրային պատմությունների սիրահարների համար մեծ անակնկալ։
Փաստորեն իրոք որ Գարանային նոր եթերաշրջանում հանրայինը ունի շատ անակնկալներ եւ նորություններ, նոր ֆիլմերով անցյալում սիրված արդեն սերիալների նոր Այո, նոր եթերաշրջանները Մոցարտը ասեմ, որ դա 2025 թվականի սերիալ է, բավականին նոր, այո։ Իսկ երկարատև հեռուստասերիալ սիրողներին կարող եմ ուրախացնել Globo հեռուստաընկերության, բրազիլական հեռուստաընկերության 2024 թվականի արտադրության Վերածնունդ վերնագրով սերիալին նույնպես կունենանք հնարավորություն այո դարձյալ ինտրիգներ, բրազիլական գրքեր, վարգույներ, խաղ, սցենարային հետաքրքրություններ, բրազիլուհիներ, շատ սիրուն տեսարաններ։ Տիկին Բլբուլյան, շատ շնորհակալ եմ։ Անկեղծ շնորհակալ եմ ու շատ ուրախ ենք, որ այս եթերաշրջանում, ինչպես եւ նախորդներին, նույնպես ունենք հետաքրքրություն ու նորություններ մեր սիրելի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ լավ տոնական օրվա շարունակություն եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ Ռուբեն ջան։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, սիրելիներս, մենք փոքրիկ դադարեցտակ շարունակենք։